Ողջունեմ ձեզ հարուցյալ Քրիստոսի անունով, որ մեր Տերը, Փրկիչը եւ Թագավորը եղավ։ Մեր մեղքերուն համար մեռավ եւ հարություն արավ, մեզ արդարացնելու համար հարություն արավ։ Այս պատճառով Տեր Հիսուս կրնա հարուցանել մեղքի մեջ մեռած վիճակեն բոլոր անոնց, որոնք գհավատան անոր գադարած փրկագործության եւ գնդունին զայն որպես Տեր ու Թագավոր իրենց սրտերում մեջ գմախտեմ ցեզի սիրելներ Քրիստոսի հարության զորությունը ծեր վրա հովանիլա եւ ցեզ առաջնորդե ամեն ճշմարտության ամեն անգամ երբ Աստծո խոսքը գսերդեք գգարտակ եւ ծեր յանքերը բդղափեր դարձնե ու միշտ հաղթական հավատացյալները լակ եւ ծեր հավատքը շինեք առողջ ողջամիտ վարդապետության վրա Աստուծո շնորհքով ցեզի հետ պիտի սկսենք սերդել առաջին Կորինթացոց 14-րդ գլուխը ցեզի 4 ուրբաթներ հագիճ պատմական ակնարկը ներկայացուցի եւ դեսանք անհասկանալի լեզուներու ցակումը այս առնչությամբ հեթանոս ազգած բատպութենեն գիմանանք հեթանոսական դաջարներու մեջ պաշտամունքի ընթացքին դեղի ունեցող երևույթներու եւ գենթանի վգաներ գանչեցինք գրնակ դարձյալ լսել եւ օգտվել այդ ուղղությամբ խոսեցանք 4 ուրբաթներ ինչպես ասի մարտ 21 28 ապրիլ 4 եւ 11 Աստծո փառք կուտամ որ շատեր գոկտվին գահսկնան միտքերնին գլուսապանվի որովհետեւ այնքան գվխտան այսօր աշխարհի բոլոր գոմերը այնպեսի խմփակներ կան որոնք միմիայն չեր պաշտամունքի կարևորություն կտան եւ մարդիկ գերտանհոն իրենց համար չի հետաքրքրեր Աստծո խոսքին ճշմարտությունները իրենց կհետաքրքրե քիչմը բահմը ուրախանան մորնան իրենց հոգերը եւ իրենց ցավերը այնպես որ մեկ ժամ չեր պաշտամունքով ուրախանան եւ դուն կվերադառնան առանց Աստծո խոսքը ողջամիտ վարդապետություն լսելու այնպես որ գրնակ դեսնել ինչ որ Աստծո խոսքի մեջ կդեսնենք ոչ թե անհասկանալի լեզուներ են այլ քոյություն ունեցող լեզուներ հասկանալի լեզուներ եւ 14-րդ գլուխի մեջ Բողոս առաքյալ գաշխատի օրինակներով ոմանց խոսք հասկացնել որբեսի անոնք թատրին ընելեն եկեղեցի մեջ այն ինչ որ գնեին հեթանոսական դաջարներու մեջ եւ իր խոսքը գսկսի ասելով Սիրո յետևե քացեք ու հոգեվոր բարգևներուն նախանցավոր եղեք մանավանդ մարգարեություն ընելու ուրեմն առաջին Կորինթացիս 14 մեկն է որ գարտացի առաջին ամառն է Սիրո յետևե քացեք հայերենը քացեք բառը հունարեն բնակիրի դիոքեթե բառին թարգմանությունն է որ կնշանակե շարունակ հալածել շարունակ յետևել իսկ բարգևներուն նախանցավոր եղեք գսե բարգևները Սուրբ Հոգին ոմանց կուտա ինչպես ան գամենա սակայն սեր ունենալը մեզ մեկ ախյալ է զայն հալածելու ենք սիրո համար չսեր նախանցավոր եղեք այլ յետևեն քացեք ծեր ընդրած թիրախը դառնա սերը եւ ոչ թե բարգևները յետևե եղեք խոսքը կգարտանք նաեւ առաջին Թեսաղոնիկեցիս 5-րդ գլուխին 15-րդ համարի մեջ հոնգսե փարիկ ընելու յետևե քացեք
նույն փարը գործածե բնակիրի մեջ դիոքեթե շարունակ յետևեկացեք իսկ Եբրայեցիս 12-րդ գլուխի մեջ 14-րդ համարին մեջ գսե խաղաղության յետևեկացեք կտեսնեք այս խոսքերը ոչ թե նախանցավոր եղեք հապա յետևեկացեք Փարիկ ընելու յետևեկացեք խաղաղության յետևեկացեք Եվ հոսարակյալը գսե մանավանդ մարգարեություն անելու որովհետև մարգարեությունը Աստուծո արչև գենալ ու խոսիլ կնշանակի այսօր մասին խոսեցանք եկեղեցին շինության համար է իսկ լեզուները անօգուտ անոր շինության չեն նպաստել երկուեն երեք համարները կգարտանք կսե վասնզի ան որ օդար լեզվով կխոսի ոչ թե մարդոց կխոսի հաբա աստուծո վասնզի մեկը չգա որ իմանա բայց անիգա հոգիով խորհուրդներ կխոսի սակայն ան որ կմարգարեանա մարդոց կխոսի շինություն ու հորդորանք եւ մխիթարություն դալու Այս համարեն սկսյալ մինչև 30-րդ համարը Արաքյալը օրինակներով գճանա խոսք հասկացնել, որ եկեղեցի մեջ լեզուներ խոսիլը նվազագույն օգուտը չի կրնար ունենալ շուրջիններուն։ Ուստի եկեղեցին օգտակար շինիչ եղող բարգևը գշեշտե Արաքյալը։ Այս հատվածի մեջ Մարգարեի մատուցած ծառայության օրհնությունները գիշե երեք օրհնությունները առաջին գսե շինություն այս կենթատրե ողջամիտ վարդապետության մեջ հավատքի ամրապնդում շատ այսօր եկեղեցի գերտան սակայն չեն շինվիր իրենց հավատքը չամրապնդվիր չհաստատվիր գերտան պատմություններ գլսեն կամ ուրիշ բոևե բան բայց հավատնին չեն ամրապնդվիր ուրեմն երբ շինություն փարը գործած Արաքյալը մեր հավատքի ամրապնդման գագնարգե հաստատման գագնարգե երկրորդ հորդորանք գսե այս տալ գենթատրե հավատացյալները քաչալերել խրադել եւ ցանկի աստուծո խոսքով զորացնել որբեսի հավատացյալը հարադևե սիրո համբերության ու բարի գործերու մեջ իսկ երրորդ մխիթարություն այսալ գենթատրե ամեն տեսակ հոգևոր եւ բարոյական պետքերու մատակարարումը հավատացյալը մարգարեի միջոցով իր հոգևոր պետքերը կստանա լեզուներ խոսողը չի կրնար այս բաները հավատացյալներուն հայթայթել կտեսնեք ինչու համար Արաքյալ գսե մանավանդ մարգարեություն անելու չորրորդ համարը գսե ան որ օդար լեզուներ կխոսի իր անցին շինություն գնե ու ան որ կմարգարեանա եկեղեցին այսինքն հավատացյալներուն շինություն գնե անոնք որոնք կբնթեն որ երբ անհասկանալի լեզուներով գխոսին իրենց հոգիները գշինվին ասոնք ուրիշները գխապեն եւ ինքզինքնին սուտ մխիթարությամբ կուզեն մխիթարել հոգին գշինվի գորտնվի գոկտվի երբ միտքը գհասկնա ըսված խոսքերը ինչ է հոգին միտքը հոգին գետրոնն է երբ լսված խոսքը անհասկանալի է ինչպես միտքը պիտի շինվի օգտվի եւ օրհնվի ու ամեն ըսե հետևաբար Արաքյալը գխոսի քոյություն ունեցող լեզուներու մասին զորս լսողը գհասկնա երբ գաղոթե իր սորված լեզվով զոր օրինակ եթե ես արաբական եկեղեցի մեջ հունարեն լեզվով աղոթեմ որովհետև սորված եմ հունարեն լեզուն քաչ գիտեմ
իմ հոգիս պիտի օգտվի ու օրհնվի եւ ոչ թե արափինը, որուն միտքը պիտի չհասկնա լսած խոսքերը, ինչ որ ես գաղութեմ, արափը պիտի չհասկնա, հետևաբար չի գրնար օգտվել, միգուցե ան լավ զգա, մանավանդ եթե սփարսացան աղոթեմ, ասպես շարժումներով, բնական է որ արափը պիտի տեսնե եւ լավ զգա, այնպես որ կամ եթե հայերենով քարոզեմ, հայերեն հասկացողներուն հոգիները պիտի շինվին եւ օրհնվին, այլ ազգերու պատկանողները երևցող շարժումներուն ու խոսակցության ոչին հիման վրա թերևս լավ զգան, որ ադիգա ուրիշ հարց է, առաքյալը լավ զգալու մասին չի խոսիր, այլ շինվելու, օգտվելու եւ օրհնվելու մասին գխոսի, ինչպես վերոյշյալ մարգարեն փերած օրհնությունները, որ քիչ առաջ հիշեցինք, եւ որովհետեւ Պողոս առաքյալ եկեղեցին մեկտեղ հավաքված ադեն Բաշտամունքի ընթացքին բարգևները կործածելու նյութը գշոշափե, գուզե հասկացնել, թե ան, որ ներկաներուն անհասկնալի լեզվով գխոսի, ներկաներուն ինքզինք գանչադե ուրիշներեն ու առանցինն գուզե շինություն ստանալ, անշուշտ իր հասկացած լեզվով երբ գաղութե գշինվի, բայց շուրջինները երբ չեն հասկնար, չեն շինվիր, չեն օրհնվիր, ամեն չեն ասեր, միշտեր մենք գիտենք, Սուրբ Գիրքին ուսուցումն է, Սուրբ Հոգին այդպես չի կործեր, անչափված, երբ բոլոր հավատացյալները գահավաքվին, որպես մեկ մարմին, ան բարգևները գկործածե, Սուրբ Հոգին բարգևները գկործածե եկեղեցին բոլորին շինության համար, այսպես մարգարեություն ընողը բոլորին օրհնություն գլա, իսկ ան որ ներկաներուն անհասկնալի լեզուներով գխոսի, ինքսինք անչադելով որևէ մեկուն օգտակար չի հանդիսանար, հաբա ինք իր անձը գշինե, երբ իր հասկացած լեզվով գաղութե։ 5-րդ համարը գսե առաքյալը, գուզեմ որ դուք ամենդ լեզուներ խոսիկ, բայց մանավանդ որ մարգարեություն ունեք, վասնզի ալ աղեգ է ան, որ գմարգարեանա, քան թե ան, որ լեզուներ գխոսի, միայն եթե թարգմանելու լա, որբեսի եկեղեցին շինություն առնե։ Գտեսնեք առաքյալը գշեշտե եկեղեցին շինության համար, իսկ երբ եկեղեցի մեջ մեկը լեզումը գխոսի, որ սորված է, սակայն շուրջիններուն համար օդար է, երբ այդ սորված լեզվով գաղութե, ինք զինք գշինե, իր անձին շինություն գնե, որտեղ միտքը գահասկնա ըսածը։ Այս համարեն սկսյալ, եթե դերեգամի, կալ ուրպատ բիդի շարունակենք։ Աստուծո փառք կուտանք, որ անոր խոսքին ուսուցումը արևեն ալ բայձար է, աստվածային ճշմարտությունները բոլորովին հասկանալի է, ան որ գուզե հասկանալ, բիդի հասկանա։ Այնպես որ գմախտեմ, որ դուք ամեն օր ձեր հավատքը շինեք, ամրապնդեք, հաստատեք աստվածային ճշմարտություններու վրա, ողջամիտ վարդապետություններու վրա եւ մարգարեին Աստուծո գոմե ընդրված մարգարեին խոսքերը լսելով շինությունը ստանաք, հորթորանք եւ մխիթարություն։ Դերը ցեզ արադաբես օրհնե եւ իր խաղաղության մեջ բահե իբարս երրորդության ամեն